Ինչ պահանջով եք եկել Պաշտպանության նախարարություն եւ ինչ պահանջ ունեք։ Ես զինվորի տատիկ եմ։ Իմ թորը հիմա սահմանագծում կանգնած է, շատ գոհ է իր ծառայությունից, չի դժգոհում ոչ մի բանից, ամեն ինչ շատ լավ է, նույնիսկ տեղյակ չէ ինչ է կատարում։ Ուղղակի 2007 թվի երեխաների մի մասը ամառ զորակոչվեց, մյուս մասը հունվար է։ Այդ անարդարությունն է։ Ինչի պիտի նույն թվի երեխաները մի ամսվա տարբերությամբ, նրանք տարի ու կես, թող տարի ու կես ծառայեն, բան չունեմ ասելու։ Մինչ այդ որոշումը չկար, չէ՞ որ Չէ, չկար, բայց որ 2007-ին վերաբերվեց, մեր երեխաներն էլ 2007-ի ամառը գնացին։ Հիմա պահանջում ենք իրենք էլ տարի ու կես ծառայեն, ուրիշ բան չկա մեր պահանջի մեջ։ Բողոք նամակ ներկայացրել եք նախարարին։ Այլ շատ դա բողոք չկարծեմ, խնդրագիր նամակը, որը ուղղումը չդիմել եք, այո, անպայման։ Դիմել եք, սպասում ենք պատասխանին, էլի։ Երբ եք դիմել։ Երկրորդ անգամ արդեն։ Արդեն երկրորդ, առաջի անգամ որ դիմել եք, ինչ են պատասխանել ձեզ։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, ընկերներ են մոտենում գալիս, պատասխանը կիմանանք։ Հույս ունենք բոլորի մոտ նույն պահանջն է։ Ուրիշ բան ոչ պահանջում ենք։ Խնդրանքով ենք եկել, որ մի քիչ ընդառաջ են մեր երեխաներին։ Իսկ ինչու եք պահանջում, որ 1 տարի 6 ամիս ծառայեն, որովհետև մինչև այդ 2 տարի ծառայում են մեր տղաները։ Եթե լինեին տարբեր թվերի երեխաներ, պարզ էր, որ մենք ոչ մի բան չէինք պահանջի, բայց քանի որ համընկավ 2007-ը ամառային եւ ձմեռային զորակոչի, պատճառը դա է, թող մերոնք էլ շուտ գան։ Ծնողի համար մի վարքյանն էլ դժվար է առանց իր երեխայի։ Բայց հայրենիքի համար են, չէ՞ ծառայում։ Հա, ծառայում են շատ էլ լավ ծառայում են մեր երեխաները ու շատ գոհ են։ Իրենց են գոհում, որ մեկ ասում են քիչ ամնում մենք է գանք ծառայենք, որ այդքան տեղ լավ է։ Իրոք, երեխաները ոչ մեկը դժգոհ չի իր ծառայություն։ Սնունդը լավ, մաքուր, գնացել ենք, տեսել ենք, արտակարգ է։ Իրենք չգիտեն էլ, մենք ստե հավաքված ենք, ոչ մեկը իր երեխային չի ասել այդ մասին։ Իսկ գուցե իմանան իրանք դժգոհ են դրա մասին, որ դուք եկել եք այստեղ, պահանջում եք, որ շատ հնարավոր է։ Հայրենասեր երեխեք են։ Ուղղակի իրենք հոգեբանական ամեն դեպքում հոգեբանական ստրեսի են էլի ենթարկվում երեխաները։ Դե այդ առումով, որ նույն դասարանից են ու կա իմ տղայի հետ ծառայող տղաներ կան, որ գնացել են ու ավելի շուտ են իրանք գալու, քան իմ տղան։ Բայց ծառայելու են տարի 8 ամիս, իմ տղան 2 տարի։ Ձեր մտավախությունը հիմա այստեղ ո՞րն է, որ ասում եք մեր տղաները ստրեսի են ենթարկվել։ Դե ամեն դեպքում ոնց է լինի հոգեբանական ճնշման ենթարկվում են։ Իրենք էլ կուզենան մի օր շուտ թեկուզ իրանց տեղական կողմում քնեն, ինձ թվում է բոլոր երեխաներն են դա կցանկանան։ Մենք էլ որպես ծնող խաղաղ ակցիա ենք անում եւ ցանկանում ենք, որ մեր երեխաներն էլ ծառայեն տարի 8 ամիս խնդրանքի կարգով դիմում ենք։ Շատ ենք խնդրում։ Հուսով եմ կբավարարեն մեր պահանջը։ Ավելացնելու բան ունեք։ Չէ, ավելացնելու բան չունեմ։ Միայն մի բան գիտեմ, որ մեր կրթության նախարարությունն էլ պետք է մտածի այս մասին։ Երեխաները ավարտում են դպրոց, ընդունվում են ինստիտուտ, ամիսը չանցած բանակ են գնում ու դիրքերում են լինում։ Փառք Աստծո, խաղաղություն կա։ Էլի շնորհակալ ենք մեր պետությունից, մեր տղաները թող ծառայեն, ամուր հայրենիք ստեղծեն։ Ես դրանում բողոք չունեմ, ես պահանջ ունեմ, խնդրանք ունեմ, որ իմ թորնիկն էլ ծառայի տարի ու կես, իր հասակակիցների հետ տուն գա, բալես։ Ուղղակի ընդունվել է ու գնացել բանակ։ Որ բաժին է ընդունվել։ Բանը պոլիտեխնիկ ինստիտուտ է ընդունվել, չգիտեմ ճիշտ ասած բանը դիզայներական բաժին է ընդունվել ու լավ սովորող երեխա է, չէի ուզել, գոնե մի 2 տարի սովորը այն ժամանակ կար վայենի կաֆեդրան, որ ավարտում էին պոլիտեխնիկ, արդեն զվանիով գնում էին ծառայության, գոնե ավարտեն։ Այդ տիպի երեխաներին այսօր զենք տալը մի քիչ բարդ է։ Հասկանալու խաղաղություն է հիմա տիրում, ես շատ շնորհակալ եմ այդ խաղաղությունից։
բայց բաներ կան, նյուանսներ կան, որ անընդհատ մտածելու տեղիք է տալիս, երեխեքը չփչանան, չմոռանան։ Ինչ եք առաջարկում։ Այո, որպես ծնող ինչ եք առաջարկում։ Ես տատիկ եմ, ազիշը առաջարկում եմ դպրոցը դարձյալ լինի 10 տարի։ Թող երեխաները գոնե 2 տարի սովորեն ինստիտուտում, հավաքեն իրենց գիտելիքները, որ կարողանան սահմաններում ծառայում են։ Իմ տղան Գորիսում է ծառայում։ Համարյա ամեն 20 օրը մեկ բարձրանում են դիրքեր։ Փառքասու խաղաղությունը չեն բողոքում, իրանք չեն։ Մենք ենք անհանգիստ, ծնողները այստեղ չեն, տատիկն ու պապիկն են հսկում։ Մենք էլ շատ անհանգիստ ենք։ Մենք որ այդ եմ ուզում եմ, որ ծառայեն տարի ու կես իմ աղջիկ, խնդրանքս է, ես բողոք չունեմ, շնորհակալ եմ։